որտեղ հերոսի դստեր ծննդյանորը։ Ում կողմից կլինի։ Վիգեն Վարդանի Խաչատրյանը։ Իմացի որ պապան լա քո հետ հիմա։ Երկնքից նայմա։ Ավաղ 44 օրյայի ժամանակ։ Ընկերներ, այս անգամ ճանապարհները մեզ բերեցին, հասցրեցին օդանավակայանին կից մի գեղեցիկ մանկական սրճարան, որտեղ հերոսի դստեր ծննդյանորը Նարեի ծննդյանորն է եւ Նարեի հայրիկն է Վիգեն Վարդանի Խաչատրյանը, ով ավաղ 44 օրյայի ժամանակ զոհվել է հերոսի մահով, գիտակցաբար ընտրել հերոսանալու ճանապարհը եւ նռնակով ինքն իրեն պայթեցրել, գերադասել է մահը հանուն հայրենիքի քան գերություն։ Վիգենի նման հզոր հայտաղաներ քիչ կան եւ այսօր մենք գնում ենք նրա դստեր ծննդյանորը շնորհավորենք եւ ինչ որ չափով էլ նաեւ նրա կողմից, որովհետեւ ընկերներ մեր հերոսների ներկայությունը ապահովում ենք հենց մենք, մեր պահվածքով, մեր մոտեցմամբ։ Հիմա գնանք ու շնորհավորենք Նարեի ծննդյանորը, փորձենք մաքսիմալ ուրախացնել, ինչքան հնարավոր է, ինչքան որ տարբերակ կա, մենք նրան ուրախացնենք, որ իրեն լավը զգա։ Այսօր նրա ծննդյանորն է եւ նրա հայրիկը հերոս է։ Մենք այդ ամենը հաշվի ենք առնում եւ կրկնում եմ նորից, մեզանից է կախված մեր հերոսների լինելը կամ չլինելը, այնպես որ մեր քայլերը պետք է շատ զգուշ լինեն, եթե գործ ունենք զոհվածի հարազատի հետ։ Նրանք մեզ հետ են, երկնքից նայում են մեզ եւ հաստատ իրենց լավ են զգում, եթե լավ բան անեք նրանց հարազատների համար։ Վերևն էլ նարե ունենք, ծնունդ է էլի։ Նարեների ծնունդ է այսօր։ Վերևի Նարեի պապան էլ զոհվել է 44 օրյային։ Պայթցրել է իրան գերանատով։ Всё, գնանք, լավ, արի։ Արև ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք, շնորհավոր ձեր միամսյակը, Նարեի ծննդին ենք եկել, Նարեն, հա, ընդվերևն հա, դուք եք խաղաբար եք դուք, բա ով է հայտարարում, ես էլ կարամ հայտարարեմ, հա բաբուն, միկրոֆոնը կվերցնեն, ձեր միկրոֆոնը չեք տայր, չիտեն, հա, իսկույի, Լարի, քան տարեկան է։ Անակնկալը մայրիկի, բայց ուզում եմ ասեմ պապայի կողմից էլ։ Հա, всё։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ հարգելի հավաքվածներ, կներեք, որ ձեր քեֆը մի փոքր ընտատեցինք, պարել փոխարեն ծափեր ենք տալիս, հա, բարձր ավեսով ծափեր եւ իհարկե շնորհավոր ձեր մեկ ամսյակ է, ինչքան շատ եք, չէի պատկերացնում։ Հա, ծափեր մի հատ էլ բարձր տվեք ու Նարեն ուրա, Նարե արի։ Նարե ծնունդը շնորհավոր Նարե ջան։ Դու անակնկալ ունես, բայց ես քանի որ ոչ բանը չեմ վառել, սպասի վառեմ, որ լավ լինի, հա։ Դե ծափեր տվեք մի հատ Նարեն ուրախանա։ Մի րոպե էլ է ջերմություն։ Նարե ջան, ուրեմն
Շնորհակալ եմ բոլորիցդ։ Նարե ջան, երազանք պայ, դու շատ գեղեցիկ անակնկալ ունես ու ուզում եմ քեզ հարցնեմ ու կողմից կլինի։ Չգիտեմ։ Դե լավ, սկզբի համար մի հատ մամային հրավիրենք, որ գա քեզ գրկի, հա, գա քեզ գրկի մաման մի հատ ավեստով։ Ու հայրիկի դու մի ամբողջ աշխարհ կատարվի ամեն մի երազանքը քո պայծառ հավաքվեն բոլոր Միշտ սիրված լինես, Նարե։ Ուրեմն հիմա ուշադիր ես քեզ մի բան եմ ասում։ Անակնկալը մամայի եւ պապայի կողմից է։ Իմացի որ պապան լա քո հետ հիմա երկնքից նայում է։ Մի հատ երազանք պայփ չի ու բոլորը լավ բարձր ծափեր կտակ, թող Նարեն շատ ուրախանա։ Այսօր Նարեի օրն է։ Բոլորը այսօր սպիտակ օր է գեղեցիկ հատուկ մեր Նարեի համար։ Իսկ ջան, ուզում ես տորտը վերցրու ես ծաղիկներ տամ իրան։ Դե հիմա մի հատ մամային գրկի, ուժեղ հավեսով գրկի, Վարդան էսի պահել է։ Դե մեր բոլորը դուք ձեր համար, ձեր հոբելյարի համար բարձր հավեսով ծափեր տվեք, ձեզ բարձր տրամադրություն կներեք, որ մի քիչ ընդհատեցինք ձեր առիթը։ Լավ որ բոլորին, առողջ լինեք եւ ուրախ։ Շնորհակալ եմ։ Ինձ է Սիմբա, չէ՞։ Սիմբա աննակազմի շնորհակալ եմ։ Եղեք Նազորցի։ Այո, ձորից ենք։ Որ ձորից։ Ձերցից ենք։ Ջերմուկ։ Հա, ջերմուկից։ Շատ լավ է, հա։ Պաստորեն ես գիտեի մենակ Նարեի ծնունդն է, բայց չէ, այստեղ շատ հոբելյարներ ունենք։ Ընկերներ, ես շատ հուզվեցի։ Միևնույն ժամանակ սա այն պահն է, երբ որ համ հպարտություն ես զգում, համ թախից ու կարոտ, բայց ընկերներ ուրիշ տարբերակ չկա։ Սա է տարբերակը եւ եւս մեկ անգամ բոլորից հետ կխնդրեմ հետեւյալը, որ ամեն զոհվածի հարազատի տեսնելուց միշտ հաշվի առեք եւ արեք մի բան մեր զոհված եղբայրների կողմից, որ նրանք զգան ներկայությունը իրենց հարազատի։ Որովհետեւ մարդը, եթե ապրել է, նա արդեն անմահ է։ Եթե նրա մասին հիշում են եւ հարգում են, այդ մարդը միշտ կապրի։ Միշտ կարող է հայտնվել կյանքի տարբեր իրավիճակներում եւ օգնել իր հարազատին։ Այս դեպքում մեր Վիգեն եղբայրը միշտ էլ կհայտնվի կյանքում ինչ-որ փուլերի եւ կօգնի իր դուստրերին, իր կնոջը, իր հայրիկին, իր մայրիկին։ Իսկ դա մեր միջոցով է լինում, ընկերներ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Փառք մեր հերոսներին։ Պատմության զորավոր էջերի Վիգեն Վարդանի Խաչատրյան, հրաձիգ։ Ծնվել է 1986 թվականին Ջերմուկ քաղաքում, ապրել է Քաշաթաղի Վուրգավան գյուղում։ Երկու դուստրերի հայրը մասնակցել է ապրիլյան քարորիային, պարգևատրվել մեդալով։ Պատերազմի երկրորդ օրը կամավոր մեկնել է ռազմաճակատ, մարտնչել ջրականում։ Հոկտեմբերի 3-ին վիրավորվելով մարտը շարունակել է 3-4 ժամ եւ պայթեցրել իրեն լռնակով գերի չընկնելու համար։ Ուղարկավորվել է ծննդավայրում ապրիլի 21-ին, պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի իշխանշանով։ Այդ կռվում անարդարը երբեք չի ներվում